Բարբյուսի 7 և 9 շենքերի բնակիչները ահը սրտում են ապրում, ասում են անհանգստությունն ավելի է մեծանում քամու ժամանակ։ Պատճառը երկու շենքերի արանքում, շենքերից էլ ավելի բարձր, մոտ 60 տարեկան Բարդին է։ Արմատից ամբողջ տվելա ճաքելա, այդ ճաքելը նշան է նրան, որ ամբողջ ծառը ինքը շարժվում է։ Քամից են ծալում, մեկ էլ սենց է ծալում։ Հենց քամին սկսվում է, մենք սարսափի մեջ ենք, որովհետև ուղիղ գալիս է բալկոնները, այսինքն քամին տանում, բերում խփում է բալկոններին։ Վերևի մասը ուժեղ քամ էր, միջև հասցրին լուսամուտին, տվեց ճյուղերը փշրվավ, այս կողմին լուսամուտ էր։ Անգամ էլ դված լինում է ծառի ճյուղին կպածրեց, մի 3 օր առաջ է ընկել վրայից բաները, շորը։ Կանաչապատայս այգին բնակիչները շատ են սիրում, մեծ սիրով խնամում են բոլոր ծառերը։ Ասում են գիտեն ու նաև զգում են, թե այգու մոտ 40 մեծ ու փոքր ծառերն ինչ օգուտ են տալիս, բայց պատկերացնել անգամ չեն ուզում, թե ինչ կլինի, եթե մի օր հսկա Բարդին շուռ գա։ Ծառը մեծ է, ունի մեծ սաղարդ, քամին փչում է, ճնշում է եւ հին ծառա, նա կարող է ուղղակի չդիմանալ արմատները շուռ գալ։ Դրա համար ինչ պետք է անել, քամու ճնշումը ծառի վրա քչացնել, կտրտել։ Կանաչը մեր թոքերն են։ Մենք պիտի շնչենք, բայց եթե սա մարդու կյանքին է վտանգ ներկայացնում, ինչի համար է սա։ Միևնույն է, այս ծառը վաղ թե ուշ դա պետք է արվի։ Ինչու թողնել մինչև գա ողբերգական ավարտի։ Բարդին հիմքից կտրել չեն պահանջում, բայց էտումը խիստ անհրաժեշտ են համարում։ Ասում են դրա համար 5-ից 6 տարի պայքարում են, պարբերաբար քաղաքապետարան ու թաղապետարան դիմում։ Այդքան տարի դիմում ենք, ասում ենք, դիմելուց բողոքում են, որ ամեն անգամ դիմում ենք, չենք էլ դիմում, սենց մնում է ու վտանգը գնալով շատանում է։ Քոգից մի կդրի մի քիչ թեթևացրեք։ Բնակիչների մոտ դիմումների ու դրանց պատասխանների մի մեծ տրցակ է գոյացել, բայց խնդիրը չի լուծվել։ Ասում են անցած տարի էլ տարածքի բոլոր ծառերը նետվեցին, բացի այս Բարդուց։ Այս ծառին մա չկպա։ Մենք էլ կարող ենք իսկապես հողը հավաքենք, բերենք, այդ գործը անենք, բայց ինչ կնշանակի։ Կգանք այդ ժամանակ շատ աշխատասեր կլինեն, կգանք ասեն, գիտեք ինչ, դուք իրավունք չունեք, տուգանում ենք ձեզ, պատժում ենք եւ այլն։ Բնակիչները վստահեցնում են հերթական սանիտարական էտման ժամանակ, երբ պահանջել են նաեւ այս Բարդի նետել, կամար ընկերության աշխատողներն ասել են, թե դա հնարավոր չէ։ Ասում են ինքը բարձր է, մենք չենք կարող սովորական ամբարձիչով գալ կտրտել, պետքա բարձր ամբարձիչ լինի, իսկ դրա համար գումար է պետք։ Եթե ուզում եք հավաքեք այդ գումարը, մենք գանք անենք։ Թաղապետարանում։ Արաբկիր վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնում բացառեցին, որ կամար ընկերության աշխատողները բնակիչներից գումար պահանջած լինեն։ Բաժնի պետը մեր զանգին արագ արձագանքեց։ Մինչև տեսանյութի ցուցադրությունը գյուղատնտեսի հետ հենց նույն օրը անձամբ եղավ տարածքում։ Բնակիչների փոխանցմամբ ծանոթացել է խնդրին, խոստացել արագ օրերի ընթացքում լուծել։ Ի դեպ, կոմունալ բաժնի ղեկավարը նոր է նշանակվել, ընդամենը 2-3 ամիս։ Բնակիչները խնդրել են նաև այգու սև թթենին կտրել։ Ասել են հին է, ճյուղերը չորացած են, բացի նրանից, որ տարածքն է աղտոտում, նաև վտանգավոր է երեխաների համար։ Երեխաները թութուտելու համար բարձանում են ընդդեմ, քան երեխա ընկել։ Սև թթենու չորացած ճյուղերն էլ կկտրեն, խոստացել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմից։ Ազնիվ Կարապետյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։